From the Saitama Super Arena in Tokyo, welcome to the annual Festival of Fighting that is Fields Dynamite 2010. Ողջունում եմ բոլորիդ, այսօր միլիոնավոր հեռուստադիտողների և այս մեծ դահլիճում գտնվող 120,000 հանդիսատեսի առջև տեղի կունենա կամեկի աշխարհի դինամիտ առաջնությունը, որը նվիրվում է Ճապոնիայում տեղի ունեցած աղետից զոհվածներին և որտեղ կմենամարտեն տարվա լավագույն մարզիկները և կպարգևատրվեն խոշոր դրամական պարգևատրություններով։ Ձեզ հետ եմ ես, Մայքլ Շիվելոն, և այստեղ է գտնվում նաև իմ ընկերը Ֆրենկը։ Ֆրենկ, հենց նոր շատ հետաքրքիր բան մտածեցի կապված հայ մարզիկ Գեղարդ Մովսիսյանի և իհարկե նրա հակառակորդի աշխարհահռչակ մարզիկ Կյոտարոյի վերաբերյալ։ Ինձ թվում է, որ այդ մենամարտում Գեղարդ Մուսաշին կհաղթի Կյոտարոյին բացարձակ առավելությամբ։ Համաձայն ես, եթե մենամարտը տեղի ունենա իմ ներկայացրածով, ապա դու պետք է մրցաշարի վերջում կրես այս կանացի կեղծամը և օգտագործես այս շրթներկը։ Մայք, այո, ես համաձայն եմ քո առաջարկին, բայց ես ուզում եմ ներկայացնել նաև իմ պահանջները։ Կյոտարոն բացարձակ առավելությամբ հաղթի Գեղարդ Մովսիսյանին, ապա դու մեր հեռուստադիտողների առջև մրցաշարի վերջում կսափրես քո դեմքը։ Ես համաձայն եմ քեզ հետ, Ֆրենկ, մարզիկներին և ինչու ոչ, նաև մեզ ցանկանանք հաջողություն և անցնենք առաջ, տեսնենք թե ինչ տեղի կունենա այսօր այս մեծ դահլիճում, ով կընդունի կանացի տեսք և ով կսափրի իր երբևէ պահպանած հարստությունը։ Այո, շարժվենք առաջ, սա տեղի է ունենում միայն այսօր, տարին մեկ անգամ, կամեկի դինամիտ առաջնություն։ Սա իրականություն է, որին կհավատան միլիոնավոր հեռուստադիտողներ և 120,000 հանդիսատես գտնվելով Ճապոնիայի Սայտամա Սուպեր Արենայում։ Հիմա ռինգ կհրավիրենք այն 6 գեղեցկուհիներին, ովքեր 3 ամիս օր ու գիշեր ջանք ու եռանդ չեն խնայել այս մրցաշարի կազմակերպման աշխատանքները իրականություն դարձնելու համար։ Եվ հիմա ծաղկեփնջեր հանձնելով փորձենք մեր շնորհակալությունը հայտնել գեղեցկուհիներին մրցաշարում ցուցաբերած աշխատանքների համար։ Հիմա մեզ խոսք ունենա ասելու առաջին գեղեցկուհին, խնդրեմ։ Ողջունում եմ ձեզ։ Կյանքում շատ դժվարություններ են տեղի ունենում, որին ուզած թե չուզած պետք է ուժ գտնես հաղթահարելու համար։ Ես ուղղակի հուզված եմ։ Շնորհակալություն եմ հայտնում Fake ընկերությանը, որ այսօր կազմակերպում է նմանատիպ առաջնություն։ Ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ ենք նաև այն բոլոր մենամարտողներին այս մրցաշարում մասնակցության համաձայնություն տալու համար։ Բոլորին ցանկանում ենք անվնաս մենամարտ։ Շնորհակալություն։ Այսօր այս ռինգ դուրս կգան աշխարհահռչակ մարզիկներ և կպայքարեն, որպեսզի գնահատվեն տարվա լավագույն մարզիկի կոչումով, որպեսզի պարգևատրվեն 20 միլիոն ԱՄՆ դոլարով։
ստեղծում են ամենաուժեղ մարզիկները, այնպես որ յուրաքանչյուր մարզիկ, ում այսօր հնարավորություն է տրվել ոտք դնել այս ռինգ, իր քաշային կարգում համարվում է առաջինն ամբողջ աշխարհում։ Հարգելի բարեկամներ, մինչ բացման արարողությունը սկսել է, եկեք ծանոթանանք այսօրվա մրցավարական կազմին։ Մինչ կներկայացվի մրցավարական կազմին, տեղեկացնեմ, որ այս տարի Հայաստանի կամեկ ֆեդերացիան Հայաստանի Հանրապետությունում նույնպես կկազմակերպի դինամիտ առաջնություն, որտեղ կմենամարտեն տարբեր երկրներից հրավիրված պրոֆեսիոնալ մարզիկներ։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ներկա գտնվել այդ մրցաշարին, կամ կունենան առաջարկներ վերաբերող այդ մրցաշարին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին եւ դիմել իրենց հարցերը Հայաստանի կամեկ ֆեդերացիային։ Եվս մեկ անգամ կուզենամ հիշեցնել, որ այսօր ցանկացած հաղթանակ տարած մարզիկ կպարգևատրվի տարվա ամենաբարձր պարգևատրությամբ 20 միլիոն ԱՄՆ դոլարով։ Տասնութ տարի շարունակ իր գործունեությունն է ծավալել FEC ընկերությունը, իր մասին տեղյակ պահելով ամբողջ աշխարհին, Dream, Dynamit և Կամեկ Grand Prix և Max վարկածներով մրցաշարեր կազմակերպելով, իր շուրջը հավաքելով աշխարհի բոլոր պրոֆեսիոնալ մարզիկներին։ Այսօր այս նոր սերնդի կողմից գնահատվող ամենաթանկարժեք մարզաձևը Կամեկն է, և այսօր այս ռինգում պետք է մրցեն Կամեկի աստղերը, որոնց ճանաչում և սիրում են ամբողջ աշխարհում։ Մեր էկրաններին է լեգենդար Անտոնիո Ինոկին։ Անտոնիո Ինոկին դինամիտ առաջնության հիմնադիր և էքսկլյուզիվ պրոդյուսեր։ Ճապոնացիների կողմից սիրված Անտոնիո Ինոկին հիմնադիրն է նաև շոու մենամարտերի։
Նախկինում դինամիտ առաջնությունը անվանվել է Ինոկի Բոմբայե, ի պատիվ Անտոնիո Ինոկի։ Հետո վերանվանվել է Pride, այնուհետև վերափոխվել է Դինամիտ, որը գործում է մինչ այսօր եւ տեղի ունենում տարին մեկ անգամ։ Մեծ համբավ վայելած Անտոնիո Ինոկին երիտասարդ տարիներին այս ոճում երկար տարիներ ամբողջ աշխարհում եղել է համար առաջինը։ Ներկայիս դրությամբ նա պատկերում է հերոգլիֆ, որը նշանակում է հաղթանակ, որով էլ շարժվում է մինչ այսօր։ Անտոնիո Ինոկին այն հեղինակավոր անձնավորությունն է, որը մենամարտելով Մուհամեդ Ալիի հետ ցնցեց ամբողջ աշխարհը։ He has written a single character, Ketsu, which means to determine or decide something. You do not understand just how famous Inoki is here in Japan. Yeah, he's huge. I mean, they sometimes refer to this Հաղթանակ։ as Inoki's night. Դինամիտ առաջնությունը ամբողջ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցաշարն է։ Պատրաստ եք։ 4 3 2 1 Հարգելի հեռուստադիտողներ, Դինամիտ հաղորդաշարի եթերում ձեզ ենք ներկայացնում Կամեկի աշխարհի դինամիտ առաջնության բացման արարողությունը։ Հիմա այստեղ կհրավիրենք այսօրվա մենամարտող զույգերին։ Էնդի Օլագուն Ներկայացնում է Նիգերիան 27 տարեկան 70 կիլոգրամ, մարզվում է քիքբոքսինգ և MMA մարզաձևերով։ Կացուակի Ֆուրուկի Ներկայացնում է Ճապոնիան 30 տարեկան 85 կիլոգրամ, մարզվում է բեյսբոլ մարզաձևով։ Կազայուկի Միատա Ներկայացնում է Ճապոնիան 34 տարեկան 63 կիլոգրամ։ Paolo Juno Ներկայացնում է Ճապոնիան 35 տարեկան 70 կիլոգրամ։ Կազուիսա Վանատաբե Ներկայացնում է Ճապոնիան 27 տարեկան 65 կիլոգրամ, մարզվում է բռնցքամարտով։ Հիդեո Տոկուրո Ներկայացնում է Ճապոնիան 33 տարեկան 64 կիլոգրամ։ Իզմի Հիրոշի Ներկայացնում է Ճապոնիան 28 տարեկան։ Միուամեն Ներկայացնում է Ճապոնիան 34 տարեկան։ Սերգեյ Խարիտոնը Ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը 30 տարեկան 9 կիլոգրամ։ Տացույա Ներկայացնում է Ճապոնիան 29 տարեկան 95 գրամ, մարզվում է ձյուդո մարզաձև։ Մեր էկրաններին է հայ մարզիկ Գեղարդ Մովսիսյանի կառակորդը Կյոտարը։ Եվ իհարկե էկրաններին է մեր հայ մարզիկը Գեղարդ Մովսիսյան։ Ներկայացնում Լանցիան 25 տարեկան
3 կիլոգրամ։ Յուշիհիրո Ջինո Նագաշիմա։ Ներկայացնում է ճապոնյան 26 տարեկան 30 կիլոգրամ։ Շինյա Աովի։ Ներկայացնում է ճապոն 27 տարեկան 9 կիլոգրամ, մարզվում է ձյուդո ձևով։ Թոդ Ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները 25 տարեկան 113 կիլոգրամ։ Էլիստր Օվրեյն։ Ներկայացնում է Հոլանդիան 30 տարեկան 109 կիլոգրամ, մարզվում է MMA մարզաձևով։ 2010 թվականին գնահատվել է աշխարհի ամենամարզիկը։ Ջերոմ Բաներ։ Ներկայացնում է Ֆրանսիան 30 տարեկան 119 կիլոգրամ, մարզվում է Կամեկի մասնագիտացված մարզադպրոցում։ Կազայուշի Սակուրաբա։ Ներկայացնում է Ճապոնիան 41 տարեկան 85 կիլոգրամ։ Բորիս Զարոմսկի։ Ներկայացնում է Լիտվիան 35 տարեկան 77 Տացուя Յամատո։ Ներկայացնում է Ճապոնիան 20 տարեկան 63 կիլոգրամ։ Ակիո Վիկիշիուրա։ Ներկայացնում է Ճապոնիան 27 տարեկան 62 կիլոգրամ, մարզվում է բռնցքամարտով։ Ջեյսոն Խագ։ Ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները 29 տարեկան 75 կիլոգրամ։ Հայատո Մաչկուրայի։ Ներկայացնում է Ճապոնիան 35 տարեկան 70 կիլոգրամ։ Ջոշ Թոմ։ Ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները 32 տարեկան 70 կիլոգրամ, մարզվում է քիքբոքսինգ մարզաձևով։ Տացուя Կավաժիր։ Ներկայացնում է Ճապոնիան 32 տարեկան 70 կիլոգրամ։ Հիրոյուկի Տակայա։ Ներկայացնում է Ճապոնիան 33 տարեկան 64 կիլոգրամ։ Բիբիանո Ֆորնանդես։ Ներկայացնում է Բրազիլիան 30 տարեկան 62 կիլոգրամ։